Գիշերը մինուս արել, մինուս 2 մի քիչ իբր սառացրել է, արդեն վերել բան են ցանել գետնի վրա, որ մարդիկ չսահեն։ Այդ սառացի պատճառով գնացքներն էլ նորմալ չեն այսօր աշխատելու։ Ձմեռային իրավիճակ է հայտարարված։ Ձյուն չկա, բայց հյուսիսում կա, Բելգիայի հյուսիսում, այս կողմերում չէ։ Բայց արև դուրս եկավ, հեսա էդ էլ կհալվի։ Գնացքները ուշացում պետք է տան, կարող է տան, պետք է չէ։ Կարող է ուշացում տան, կարող է չգնան։ Այս պահին -1 է։ Այս տանիքների վրա սպիտակ սառած։ Ձմեռն եկավ պաշտոնապես։ Բարլույս սիրելի բարեկամներ, ով ցուրտ է գնացքս եկավ հենց այս պահին։ Գնացքի լավ նստեմ, հետո կմիանամ։ Գնացքի աշխատողը ստուգողը վագոն է մտնում ու հարցնում է միանգամից հոլանդերեն, ֆրանսերեն, մարդկը ասում է չէ անգլերեն, իրանց պաշտոնական լեզուներն են, հոլանդերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն, դրա համար միանգամից հարցնում, բայց գերմաներենին այդպես ուշադրություն չեն էլ դարձնում, մենակ հոլանդերեն, ֆրանսերեն։ Անգամ մի անգամ բողոք էր եղել, որ այդ գնացքի աշխատողը կարծեմ ֆրանսերեն էր խոսացել մենակ, հոլանդերեն չէ, դրա համար բողոքել էին, որ ինքը պարտավոր է հոլանդերեն էլ խոսա։ Գենտում են լավ ցուրտ է, իմ սիրելի բարեկամներ, ես էլ են հաս վերնաշապիկ Աշոտը իհարկե չուզեց, հիմա էսա ետ եմ տանում, տանեմ հասցնեմ այդ ետ տամ, մի զույգ տակ դամաշտիկներ տեսա այն օրը կոլեգայիս ասել է իմ համար պահել էր, հիմա գնամ նայեմ, եթե չեն հանել պահած տեղից, այդ առնեմ Աշոտի համար, անջատեմ ու արագ գնամ։ Այս կարուսելը արդեն հավաքել են, հեսա փորձարկում են, Սատանայի անիվը, Grand Soleil, սկսել են արդեն նոր տարվան Սուրբ Ծնունդին պատրաստվել։ Անվտանգությունն են ստուգում, այստեղ ինչ, բայց անվտանգությունը շատ կարևոր է, առաջնահերթ է անվտանգությունը, անգամ մեր գործի տեղը անվտանգությունը ամենաառաջին տեղում է։ Ահագին մարդաշատ է երևում այսօր, ոնց որ մի շաբաթ օրերը ցուրտն էլ չի խանգարում, էլի մարդիկ դուրս են գալիս, բայց դե տուրիստներ ինչպես միշտ շատ են։ Ով տեղով ցուրտ է։
Այլ շողուրջան այսօրվանից գործադուլներ են տրանսպորտի, այս ոնց են փաթաթվել չէ շարֆերով ցուրտա, բայց ոնց որ գնացքն եկավ, երախուսս միացրի ու գնացքն եկավ, այսօր վաղը մյուսօր գործադուլ է, հասարակական տրանսպորտի գործադուլ, չէ մենակ տրանսպորտի չէ, ընդհանուր գործադուլ է, բայց տրանսպորտի 3 օրն էլ անելու է, տրանսպորտի 50% է, 3 օրը կրճատվելու է, այսինքն եթե գնալու էր օրինակ ժամում 2 գնացք կամ ավտոբուս, մի հատնա գնալու, կարող է լինի, որ այդ մեկն էլ չգնա, ամեն դեպքում ստրեսային բան է, այդ նույնը վերաբերում ավտոբուսին ու տրամվային, հիմա իմ գնացքը, որով որ միշտ գալիս եմ, կար, ի ուրախությունից կար, Ետ դառնալը նայեցի արդեն դժվար էր, պետք է գնամ Բրուսելից նոր գնամ հետ կամ տուն, այսինքն ոնց որ մեր քաղաքի մոտով անցնելու եմ գնամ, հետո նորից հետ նստեմ հետ գամ, լնայեմ, եթե ավտոբուս լինի, ավտոբուսով կգնամ, եթե չէ, Աշոտին կասեմ կգա կտանի, մի քիչ համատաբար հանգիստ է, գնացքի սպասող էլ շատ մարդ չկար, առավոտ Աշոտը դուրս էր եկել, ասում է, այդ մեքենաներ շատ կային, երևի, քանի որ գործադուլեր, մարդիկ իրանց մեքենաներով են գնում, երևի այսօր գործի բանի։ Այսօր ջերմաստիճանը մի 3 աստիճանով բարձրացել է, 3-4 աստիճան, հիմա այս պահին 5 աստիճան է, առավոտ անձրև էր գալիս, հիմա անձրևն էլ է դադարել, մի քիչ ոնց որ արև է ուզում դուրս գա, ես էլ Աշոտի համար բան էի վերցրել, ամեն անգամ ասում եմ, չէ մի բան տանում եմ, ուստի փաստորից պետք է ետ տանեմ փոխեմ, վերնաշապիկը տարա, ետ տվեցի, ուրիշ ոչ ման չուզեց, հիմա էլ մի րոպե նայեմ, ձմեռային հաստ, փափուկ, տաք, դամաշնիկներ էի տարել, չուզեց, հիմա էլ էտ պետք է հետ տանեմ տամ, մեկ ասում եմ էլ վերջ, քեզ բան չեմ վերելու, բայց դե ոնց չեմ վերի, հիմա սրա փոխարեն գնամ մի հատ տաք սվիտր կտանեմ, տնից արագ դուրս եկա ժամացույցս մոռացել չեմ կապել, ոնց որ մի բան կիսատ լինի, որ ժամացույց չեմ կապում, համ էլ գործի ժամանակ շատ է պետք, անընդհատ նայում եմ, ընդմիջման ժամն եմ նայում, կոլեգաներս են ժամ հարցնում, համ էլ ամենակարևորը գործի վերջում նայում եմ գնալու ժամն արդեն, առանց ժամացույցի շատ դժվար է, բայց ոնց մոռացա, երբ պետք է միշտ հանեմ պայուսակի մեջ թողնեմ, որ դուրս գալու չմոռանամ կապեմ, ժամացույց կապելն էլ է, չէ, սովորության բան, մի ընթացք, որ չեն կապում, հետո էլ որ կապում ենք, սովորում ենք, Ոյս ինչ սիրուն են այստեղ զարդարել, այս են ծաղիկների խանութն է, նոր են զարդարել, չկարեն մի օրը որ անցա, խանութն էլ դեռ փակ է, սիրուն են, չէ, արդեն սկսել են լավ զարդարել, Ես իրականում տրամվայի գալիս էր միշտ այս կանգառը, բայց հիմա որ գծերի վրա գործ են ամես 2 տարի այլ չի գալիս, դրա համար այդպես շատ քայլում եմ, հեռու կանգառում եմ, էլի հիշնում։ Այս գործադուլները, որ ասում եմ, մեր արմիություններն են կազմակերպում, այստեղ աշխատողները համարյա թե բոլորը արմիությունների անդամներ են,
Ես էլ ու անդամավճար վճարում հենց այսօր բռավոտ վճարել եմ 3 ամսվա համար 57 եվրո ու բոլոր մեր հարցերով աշխատանքի օրենքի հետ կապված հարցերով կարանք իրաց դիմենք այնտեղ իրավաբաններ են աշխատում բոլոր մեր հարցերով հանգիստ կարանք հանդիպում փնտրենք գնանք հարցնենք կամ զանգենք հարցնենք կարևոր է այս կասեի այստեղ արմության անդամ լինելը այս որ ուզում էի գրանցվեի գործադուլի գնալու համար օնլայն պետքա գրանցվեի ձևը կար մտա գրանցվեցի այնտեղ պարտադիր 3 հատ կետ կար որ պետքա նշեի ինչի համար եմ գնում չէ ոչ թե ինչի համար եմ գնում գործադուլի պարզա ինչի համար եմ գնում ոնց եմ գործադուլը անելու առաջի կետը որ օրինակ ես մեր խանութի դիմաց մի կետ եմ անելու երկրորդ կետը որ ընդհանուր գործադուլին եմ մասնակցելու ու երրորդը գործադուլ անում եմ տանը մնալով ես այդ մեկն եմ նշել որ տանը մնամ բայց չգիտեմ հələ մտածում եմ կարողա եթե բան լինի տրանսպորտ լինի գործի գնամ այստեղ միշտ մի կին մուրացկանա նստում տեսա լացում աչքերը կարմրը ծարուն լցված մոտը մի ուրիշ կին էր բբզած ասնելուց նայեցի ձեռքին 30 եվրո էր երևի այդ կինն էր տվել այն էլ ոնց որ հուզվել էր ու լացում էր չգիտես էլ որն է իրական որն է ոչ իրական ովքեր են իրոք դրա կարիք ովքեր ունեն ովքեր չունեն իսկական մուրացկան են թե ուղղակի ձևացնում են դեր են տանում փող հավաքելու համար այդպես շատ կան որովհետև հենց այնպես չեմ ասում էլի այդպես իմ սիրելի բարեկամներ համարյա հասախանութ մտեմ նայեմ ինչ հարմար սվիտր կա շուտի համար վերցնեմ որ մի անգամից փոխանակեմ դամաշտիկների հետ եթե ժամանակ լինի մի քիչ կնկարեմ Սպորտոյի ստուր եկավ, հետն զեղչվել է, իչելա 12 եվրո, բայց չգիտեմ ինքը հաստատ կասի կարմիր է, կարողա տանեմ մի հատ, սիրուն է, նայեմ ուրիշ ինչ կա, ես կապույտոտը վերցնեմ, նրան բուրդոյին հաստատ կասի կարմիր է, չի ուզի, մոխրագույնը չկա իր առազմերը, սևել չեմ ուզի, Առավոտ շուտ պատվերս բերեցին թեմուից, բայց չեմ հասցնի բացեմ իրիկունը երևի գործից կամ նոր 3 սվիտերները նայեցի, դե ոնց հասկացաք ես հաջորդ օրն եմ էլի արդեն նկարում 2 հատ վերցրել եմ ուզում եմ հիմա ցույց տամ այս մեկը ժակետ էր կախած տղամարդկանց բաժնում դուրս շատ եկավ ես վերցրի իմ տղայի համար Փափուկ լավ ժակետ է, արժեքը ասեմ 22 եվրո գրել եք, գները ասեմ, որ համատեք։ Ես եմ վերցրել այդ տղայի համար, ես էլ պապայի համար, բայց չի փորձել։ Մոխրագույնը վերջը վերցրի, լավ տակ սիրուն փափուկ սվիտրա։ Գույները մի քիչ էկրանից են կողմ ուրիշ գույն են երևում, բայց մուգ մոխրագույնը, սիրուն է։ Գործադուլի ռեժիմով են աշխատում ավտոբուսները թարմացնում այս պայն ոչ մի ավտոբուս չի ցույց տալիս այսա գրեց այսա գրեց բայց ուր Շուշեն ուրա կենտ գնացող ավտոբուսը 20 համարն է գնում այնա ժամը մի հատ գնանք հլը գնաց կնայենք տանը նայել եմ կար լավ թաց եղանակա առաջին համարը թեկուզ մի մարդ լինի մեջը ավտոբուսը գնում է իրա նորմալ գրաֆիկով գնանք հլը մի հատ էլ գնացքը չնած որ ուշացում է լինում կարմիրով է լինում հերվից տեսնում եմ
Հա, գալու է 7 րոպե բարձրանամ վերև, երբեք լիֆտով չեմ բարձրանում, երբեք, այստեղից կարելի է տոմսերը առնել, բնականաբար ինձ տոմս պետք չի, բնականաբար ինձ տոմս պետք չի, ես աբոնոմենտ ունեմ, նորից բարլույս ժողովուրդ ջան, այս մի վլոգի մեջ մի քանի անգամ արդեն բարևեցի, այսինքն տարբեր օրեր եմ նկարել, Բրուսելի գնացել են կողմը մարդ չկա, դատարկ կա, այսօր 6 աստիճան է, այսօր 3, ահագին բարձրացել է ջերմաստիճանը, ձմեռը, շուտ ասում է ձմեռը սկսվեց, ասում բայց լավ է, վատ չի, 6 աստիճան, եթե համեմատենք այդ մի քանի օրվա հետ, որ մինուս էր, 0 էր կամ մի աստիճան էր, գործադուլը շարունակվում է, 3, այսօր ու վաղը, այսօրվա գործադուլին որոշ դպրոցներ էլ կարող է, մի քանի դպրոց կան, որ փակվելու չեն աշխատելու, դասեր չեն լինի, այսինքն կրթության աշխատողները ու ոստիկանության աշխատողները պետք է մասնակցեն, վաղը նոր առևտրի ոլորտի, սպասարկման ոլորտի աշխատողները կմասնակցեն գործադուլին, այսինքն մենք, գործադուլն էլ ինչի համար են անում, թոշակների համար են անում, թոշակները փաստորեն մարդկանց պարտադրում են, այս կառավարությունը պարտադրում ավելի երկար աշխատել, ավելի քիչ թոշակ կստանան, շուտ չեն կարա գնան թոշակի, մի քանի րոպե կա տրամվային, այդ տեսնում եք չէ ոնց է լինում այս գործե օրերին ճանապարհին մի անում եմ կարճ մի բան ուզում եմ խոսամ կամ գնացնա գալիս կամ տրամվայը այդպես ժողովուրդ ջան կարճ ասած գործադուլը ցածր թոշակների երկար աշխատելու ցածր աշխատավարձերի դրանց համար է տեսենք ինչի կհասնեն մարդիկ իրոք առողջական խնդիրներով չեն կարողանում աշխատեն իրանց թոշակները կարող է մինչև 400-500 եվրո իջնի, ասենք մարդը ուզում է ոչ թե 67 տարեկան, այլ 63-ից թոշակի գնա, որովհետև ի վիճակի չի, այդքան կարելի է թոշակը պակասի, մինչև 500 եվրո։ Կարճ ասած, այս կառավարությունից շատ են դժգոհողները, դժգոհում են շատ, վերջին գործադուլի ժամանակ 140,000 մարդ էր հավաքվել։ Հիմա տեսնենք, ինչի կհասնեն։ Ոնց էլ չլինի, էլի մի կոմպրոմիսի կգան, էլի։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, տրամվայի ձայն եմ լսում։ Հա, չեղիլը, ոնց չեղիլը։ 4 րոպե կա։
տրամվայի մեջ իսպանացի տուրիստներ էին, կենտրոնի տեղն էին ուզում իմանան, իրանք իրանց իսպաներենով, անգլերեն ֆրանսերեն էին խոսում, վերջ ես էլ իմ հոլանդերենով հասկացրի, այստեղ ասեցի, ես էլ եմ իջնում, իրանց էլ ոնց որ ասեցի իջան, ցույց տվեցի ճանապարհը, թե ոնց գնան կենտրոն, հիմա ես արագ գնում եմ, իրանք ընտանիք էր մի հատ, հետևից դանդաղ գալիս են։ Նոր տարվա սկեսները մի քիչ կոպիտ են, չէ՞։ 20 եվրո արժեն սրանք, գլխարկները այսքանից է, սպասեք չեմ տեսնում, 6 եվրո, այս է զանգուլակներով է։ Այս փայլունները սիրուն են, չէ՞, մոդա են էլի։ Նայենք այստեղ ինչ կա, չկա։ Այս մոմա ոնց որ մեջը։ Այս բաժակը դե առա տեսակ շատ սիրուն էին։ Տեսենք էլ ինչ կա ուրիշ նորություն։ Սելանուր։ Սրանք էլ ես էլ վաճի նոր տարվա սեղանի համար, բայց մարդ պետք է այդքան տեղ ունենա, որ հետո տեղավորի։ Չէ, սիրուն են։ Այս ինչ սիրուն ափսեներ են ստացել ճաշի։ Ինչ արժի 8 եվրո, սիրուն են շատ։ Այս էլ ինչ անենք, այսքանից կարանք ամեն ինչից առնենք տեղավորենք։ Ես գունավորները այդքան էլ չեմ սիրում, անկեղծ ասած։ Հատը չեն, բայց չեմ սիրում։ Այս տախտակները 8 եվրո արժեն, կարելի է կախել, սրանք էլ են սիրուն 4 եվրո, սրանք կոպիտ են, չէ, նայք եղնիկ չեն ստացել։ Չէ, չկա, այստեղ պետք է լինել, չկա այս մի, սրանք են մենակ։ Այս ադյալները ոնց որ զեղչվել էին, չափերը 120-150, 120-150, այսինքն մի մարդաբոյի ցածր է, մի քիչ որ երկար լիներ ավելի լավ էր։ Այստեղ հաճախորդներ էլ են, նայենք ինչ մաքուր բամբակից սավաններ էին առնում։ Ինքան սիրուն բաներ կան մեր մոտ էլ։ Կատոն։ Այս ծասկոցից ես առել եմ 3 հատ, ունեմ ենքան լավ տակին։ Սրանք էին մաքուր բամբակ։ Սպիտակ բեժ, կապույտ։ Հալո, Արմինն ամեր։ Այստեղ ինչ ունենք, բարձի երեսներն են։ Այս էլ է 100% կատոն, 135 սանտիմետր։ Մերի համար փոքր է բնականաբար, բայց այս մեկը հələ նայեմ, այսը նույնն է։
180 սանտիմետր, 17 եվրո, գինն էլ շատ լավ, ինքն էլ շատ լավ։ Հա, բամբակը 100%, որից 50%-ը մեր խանութն է արտադրել։ Մի հատ կարող է վերցնեմ սրանից։ Իբր մի օր որոշում եմ ոչ ման չառնեմ, բայց չի լինում այդպես։ Կարճ ասած մի հատ վերցնեմ։ Այս եղևնիներն էլ 3 հատը, այսպես փայտի վրա։ Ես էլ ասիրում սեղանի վրա այսպես տարածելու համար երկար էլի։ Այստեղ էլ սրբիչներ, բայց էլ ժամանակ չունեմ, պետքա գնամ։ Էլ ժամանակ չունեմ, բան նայեմ, գնամ ես մի սավանը վճարեմ ու բարսանամ արդելուշը։ Կարմիր վերարկուներն էի ուզում ցույց տալ, լավ վառ կարմիր, բայց սիրուն է։ Այս տարվա գույնն է, եկող տարվա գույնը ավելի շուտ։